Ցեղասպանության հերկումը կամ հուրացումը ընդհանուր այսօր ցեղասպանության խնդրի արդիականության եւ այդ հանգամանքի վերաբերյալ ինչ կասեք։ Բարձր նախ շնորհակալ եմ, որ բոլորդ այսօր այստեղ եք եւ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ են, որովհետեւ մեր այստեղ գտնվելը վերահաստատում է եւ մեր կամքը եւ մեր վճռականությունը հասնել ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև նրա համատարած, համապարփակ դատապարտմանը եւ արդարության վերականգնման մեր ազգի համար։ Այսօրվա իրողության մեջ հայոց ցեղասպանությունը հավելյալ արդիականություն է ստացել, որովհետեւ 2 տարի առաջ մենք տեսանք այդ ցեղասպանության իրական շարունակությունը Արցախում, ինչպես նույն ցեղասպան պետությունների կողմից, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ Արցախի բռնազավթում եւ նրա բնիկ հայ բնակչության համատարած տեղահանություն, ընդ որում այն մտայնությամբ, որ դա այդպես էլ պետք է տեղի լիներ, որ դա հարցի լուծումը վերջնական եւ որ հայ ժողովուրդը ավելին հավաքների իրավունք չունի։ Դա այդպես չի, Արցախի հարցը փակված չի, ոնց որ էլ փակված չի ցեղասպանության հարցը բնականաբար, եւ մենք այստեղ ենք վերահաստատելու մեր վճռականությունը, որ պայքարը շարունակվում է եւ պայքարը շարունակվում է ոչ միայն նորից եմ ուզում կրկնեմ զուտ ճանաչման համար, պայքարը շարունակվում է արդարության հաստատման համար, պայքարը շարունակվում է մեր իրավունքների վերականգնման համար, որտեղ ոտնահարվել են մեզանից յուրաքանչյուր իրավունքները, բոլոր ներկաների իրավունքները այս հողի վրա ապրող եւ ամբողջ աշխարհում սփռված հայ ժողովրդի իրավունքները հավաքական ոտնահարված են եւ մենք պետք է պայքարենք այդ իրավունքների վերականգնման համար։ Ես ուզում եմ նաեւ հավելեմ, որ այդ իրավունքների համար պայքարը վերացական չէ, ամբողջ աշխարհում մեկ է դա տեղի ունենում, տասնամյակներով բազմաթիվ հայորդիներ, հայկական կազմակերպություններ, մեզ նաեւ համակրող օտարներ այդ պայքարի մեջ են գտնվում։ Գրքեր են գրվում, կինոներ են նկարվում, ազգային ժողովներում եւ պարլամենտներում բանաձևեր են ընդունվում, պետական պաշտոնական քաղաքականություն է ընդունվում, օրենքներ է ընդունվում։ Սա մի հսկայական գործընթաց է, որին մենք մաս ենք կազմում եւ որը մենք բնականաբար շարունակելու ենք։ Նաեւ հավելեմ վերջում նաեւ, որ 2 տարի առաջ երբ որ մենք ներկայացրեցինք օրենքի նախագիծ ազգային ժողով, որը ստացավ մեր 58000 քաղաքացիների անվերապահ աջակցությունը, տարածության 4 շաբաթվա մեջ 58000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ միացան այդ օրենքի նախագծին։ Օրենքի նախագիծը ուներ 2 կետ։ Մեկը քրեականացում էր նախատեսվում Արցախի անկախությունից հրաժարվելու համար եւ մյուսը քրեականացում էր նախատեսվում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար։ Այն ինչ որ անում է 2 կետն էլ, որ անում է գործող իշխանությունը, եւ ես ուզում եմ համոզմունքս հայտնեմ, որ վաղ թե ուշ այդ գործողությունները կքրեականացվեն եւ բոլոր նրանք, որոնք այդ գործողությունները իրականացրել են, քրեական պատժի կենթարկվեն։ Պարոն Թալաբյան, այս օրերին եւ ընդհանրապես իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հետ կապված, երբ որ խոսում է ցեղասպանության պատմական հիշողության մասին, միշտ ասում է դուք չեք ուզում հարաբերություններ կառուցենք Թուրքիայի հետ, այսինքն հակադրվում է արդյոք ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կառուցելու համար։ Տեսեք, մենք բնականաբար մեր բոլոր հարևանների հետ ի վերջո պետք է ունենանք հարաբերություններ, բայց եթե Թուրքիան որպես ցեղասպան պետության իրավաժառանգորդ չի ընդունում ցեղասպանության փաստը, իրականացնում է շղթման քաղաքականություն, շրջափակման է ենթարկում Հայաստանի Հանրապետությունը, աջակցել է Արցախի օկուպացիային եւ բռնազավթմանը, շարունակում է ըստ էության ցեղասպան քաղաքականությունը նաեւ այլ ժողովուրդների հանդեպ, որոնք ապրել են նախկին Օսմանյան կայսրության տարածքում, ինչպեսին են քրդերը եւ սիրիացիները, ապա մենք մեզ պետք է հարց տանք, արդյոք մենք պատրաստ ենք այդ հարաբերություններին մեր ապագան, ոչ միայն մեր անցյալը, այլև մեր ապագան ուրանալու գնով։ Ինչ են տալու մեզ այդ հարաբերությունները։ Կարող է այդ հարաբերությունները նրաման են, որպեսզի նոր ցեղասպանություն տեղ ունենա։ Թե մենք այնուամենայնիվ պետք է դաս քաղենք անցյալից, հասկանանք, որ ցեղասպան ագրեսոր պետությանը սիրաշահելով դու անվտանգություն ձեռք չես բերի։ Դու ձեռք բերես անվտանգություն քո իրավունքները պաշտպանելով եւ հարաբերությունները փորձելով վերահաստատել, մենք առաջին հերթին պետք է մտածենք մեր անվտանգության մասին, իսկ մեր անվտանգությունը պահանջում է բնականաբար շարունակել պայքարը ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման համար։ Այսքան ընդառաջ քայլեր, որոնք արվում են Հայաստանի իշխանության կողմից, ասում են, որ առաջնահերթություն չէ եւ այլն, բայց այս ամենի զուգահեռ Թուրքիան շարունակում է իր դիրքորոշման մեջ անսասան մնալ, նույնիսկ սահմանների բացման հետ կապված որևէ առաջընթաց չկա, նույնիսկ նախնական պայմանավորվածությունները, որոնք կային երրորդ երկրների անխոչնդոտ այցելության եւ այլն, դա էլ չի ստացվում։ Սա ինչ բացատրություն ունի։ Սա եւս մեկ անգամ վերահաստատում է մեր փաստարկը, որ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան ագրեսոր պետությունը եւ նրան սիրաշահելու ցանկացած փորձ ըստ էության վերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը, մեր ընդհանուր դիմադրողականության եւ դիմականության թուլացմանը եւ որպես հետևանք
մենք հնարավորություն ենք տալու Թուրքիային մեծ կամ պարտադրել այնպիսի պայմաններ, որի արդյունքում մենք ստիպված ենք հեռանալ մեր երկրից, կամ ենթարկվել Թուրքիայի կողմից նոր ցեղասպանության։ Թուրքիայի այսօրվա վարքագիծը եւս մեկ անգամ հավաստում է, որ Թուրքիայի չի կարելի փորձել միակողմանի հարաբերություններ բարելավել։ Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի, իսկ երկկողմանության կարևորագույն գործոնը պետք է լինի Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը։ Հիմա քննադատություններին ի պատասխան իշխանությունն ասում է մենք չենք ուրանում ցեղասպանությունը, ուղղակի մենք ասում ենք, որ դա առաջնահերթություն չէ եւ բանակցություններում մենք դա առաջնային կարևորություն չենք դնում։ Նեղություն, այդ դեպքում շատ բարձ հարց առաջանում, իսկ ի՞նչն է առաջնահերթությունը։ Ասում է այդ իշխանությունը ի՞նչն է առաջնահերթությունը։ Իշխանությունը ասում է ընդհանրապես ասած Թուրքիայի հետ վարվող իր քաղաքականությունը ինչ նպատակ է հետապնդում։ Մենք կարող ենք պնդել, որ ներողություն, որ այս իշխանությունը ամենայն լրջությամբ նպատակ է հետապնդում Հայաստանը հանձնել Թուրքիայի գերիշխանության տակ։ Եվ դա ակնհայտ է բազմաթիվ գործողություններից, որոնք տեղի են ունենում։ Եվ եթե նպատակը դրանում է, ապա եկեք մենք հասկանանք, մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ասում կիսում ենք այդ նպատակը։ Մենք այս իշխանություններին երբևէ մանդատ տվել ենք այդպիսի նպատակ հետապնդելու։ Երբևիցե մենք ասել ենք, որ դուք պետք է խզեք հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի, Եվրոպայի հետ եւ մեզ ենթարկեք Թուրքիայի իշխանությանը։ Երբևիցե այս իշխանությունը այդպես մանդատ ստացել է, չէ, եթե ոչ, այդ դեպքում ինչա ենք այդպիսի նպատակ հետապնդում, որտեւ այդ է նպատակը։ Պարոն Ջարաբյան, ձեզ ընդհանրապես հնարավոր է իրական հաշտություն Թուրքիայի հետ առանց ցեղասպանության խնդրի եւ ցեղասպանության հետևանքների վերացման։ Ոչ, հնարավոր չի, որովհետեւ իրական հաշտությունը հարևան երկու ժողովուրդների միջև հնարավոր է միայն երկուստեկության սկզբունքով։ Այն դեպքում, երբ որ ամեն հարևան անկեղծ է հաշտություն հաստատելու մեջ։ Եթե Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, չի փորձում, նա չի կարող վերացնել լրիվ հետևանքները, բայց կարող է մեղմել, չի փորձում իր գործողություններով մեղմել հետևանքները, նշանակում է Թուրքիան անկեղծ չի։ Նշանակում է Թուրքիան շարունակում է դիտարկել հայերին որպես ցեղասպանության օբյեկտ։ Դա նշանակում է, որ նրանք փորձում են հիմա հարաբերությունների ինչ-որ քողաշղար շետակ պարզապես մեզ զինաթափել, մտավոր բարոյական նյութապես զինաթափել, որպեսզի ցեղասպանության հաջորդ փուլը իրականացնեն։ Եվ ես նույնպես եմ ասում, դա վերացական հեռանկար չի, Արցախում մենք տեսանք այդ ցեղասպանության հաջորդ փուլի առաջի արարը։ Եթե մենք ուզում ենք, որ դա չշարունակվի, եթե մենք ուզում ենք ապրել մեր հողի վրա, մենք պետք է հասկանանք, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը կարող է լինել միայն երկուստեք անկեղծության հիման վրա։ Միակողմանի հարաբերությունների բարելավում չի լինելու։ Եվ երբ որ այս իշխանությունը փոխվի, իսկ դրան շատ չի մնացել, այս ամբողջ միակողմանի գործընթացը դադարեցվելու է։ Եվ քանի որ կապված է նաև այս թեմայի հետ, Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ասում է իրական Հայաստանը այն Հայաստանի Հանրապետության տարածքն է, որի սահմանների դեպ դեռ չեն էլ որոշվել, որ մենք ունենք, այսինքն արևմտյան Հայաստանը, պատմական այդ տարածքները իրական Հայաստան չեն։ Ինչ կարծիք ունեք դա։ Ես ավելին ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ասում է տվյալ իրական Հայաստանն այն Հայաստանն է, որը ենթարկվում է Թուրքիային։ Դա է ասում։ Նա պարզապես չի ուզում բացահայտ ասի, բայց ըստ էության Փաշինյանը միշտ դոզավորված է մատուցում ճշմարտությունը, սկզբից սկսում է ստից, հետո աշճանաբար, օրինակ սկզբից ինքը ասել է Արցախ Հայաստանն է եւ վերջ, իսկ հիմա տարածիորեն դրանից 5 տարի հետո ինքը հասել է նրան, որ ասում է Արցախը մեր վրա միշտ բեռ է եղել։ Դուք պետք է հասկանաք, որ այդ մարդը իր ստերը եւ կամ իր ճշմարտությունը, իր պատկերացած մատուցում է դոզավորված։ Հիմա նույնը մատուցում է դոզավորված։ Իսկ Փաշինյանի վերջնախաղը 5 տարի հետո հետեւյալն է, որ հայերը պետք է իսլամ ընդունեն եւ թուրքերեն խոսան, որպեսզի կարողանան այս տարածաշրջանում ապրեն։ Դա դրան է հասնելու եւ դրան է տանում։ Եթե մենք դա չկանգնեցնենք, մենք դրան ենք հասնելու։ Եվ ես ձեզ ասեմ, ցավոք, Օսմանյան կայսրության տարածքում բազմաթիվ հայեր ստիպված են եղել իսլամ ընդունեն, ստիպված են եղել թրքախոս կամ քրդախոս դառնալ, որպեսզի իրենց կյանքը կարողանան պաշտպանել։ Եթե մենք չենք ուզում այդ հեռանկարին հասնենք, մենք պետք է գիտակցենք, մենք ունենք ընդհանրապես այս փոքր տարածք ու այս փոքր պետությունը։ Այս փոքր պետությունը պետք է դառնա անառիկ ամրոց, որպեսզի մենք վերջի վերջո չլուծվենք քրդական եւ թուրքական մեծամասնության մեջ։ Եթե ուզում ենք մնանք հայ, խոսենք մեր լեզվով, հավատանք մեր Աստծուն, շարունակենք ապրել մեր արժեքներով, մեր հողի վրա, մեր այս գիտակցությամբ, նշանակում է պետք է դառնանք անառիկ ամրոց։ Ուրիշ ձև չկա, չես կարող միակողմանի բացվես ագրեսորի առաջ։ Լավ, շնորհակալություն։